Բարի ուշ երեկո։ Օգոստոսի 2-ից մենք բոլորս ականատես ենք լինում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաանփորձ, ամենաանլուրջ և ամենավտանգավոր ազգային ժողովի գործունեությանը։ Ինչու հիմա մանրամասն և հերթով կբացատրեմ։ Տեսեք, ի տարբերություն 2021 թվականի, երբ ազգային ժողովը փաստացի ձևավորվեց ողբերգության ֆոնին, այս ազգային ժողովից սպասելիքները բոլորովին այլ են։ 2021 թվականին, երբ ազգային ժողով գնացած ընդդիմադիր ֆրակցիաները չէին մասնակցում ազգային ժողովի գործունեությանը, չէին գնում քվեարկությունների, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չէին գալիս, որևէ ազդեցություն չէին կարողանում ունենալ իշխանության կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների վրա, ինչ որ միտեղ կարելի էր հասկանալ, քանի որ կար ողբերգական ֆոն, կար սպասելիքներ, սակայն ինչ-որ մի պահից սկսած այլևս դա էլ հասկանալի չէր։ Հիմա հերթով գանք և տեսնենք, թե ինչու է հիմնավորվում, որ այս ընդդիմությունը ամեն կերպ աջակցում է իշխանությանը և սպասարկում բացառապես իշխանության շահերը։ Սկսեմ ազգային ժողովի նախագահի առաջադրումից։ Տեսեք, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք տարբերակել, թե ինչ են խոսում և ինչ են անում քաղաքական ուժերը և գործիչները։ Նրանք կարող են շատ բոցաշունչ ելույթներ ունենալ, բայց նրանց գործողություններից է, որ մենք հասկանում ենք, արդյոք նրանք ծավալում են ընդդիմադիր գործունեություն, թե իրականում ծառայում են իշխանությանը։ Հիմա ազգային ժողովի նախագահի ընտրություններին այն ընդդիմությունը, որը իրականում ցանկանում է իշխանափոխություն իրականացնել, պարտադիր կերպով պետք է առաջադրեր թեկնածու։ Ինչու՞։ Որովհետև ազգային ժողովի նախագահի թեկնածուն ունի կես ժամ ելույթի համար, այսինքն առաջին նստաշրջանի հենց առաջին նիստին այս հնարավորությունը բաց թողնելը ընդդիմության կողմից ուղղակի վկայում էր միանգամից իշխանության օրակարգը սպասարկելը։ Նրանք ոչ միայն չօգտագործեցին այս հնարավորությունը, այլ անգամ չփորձեցին խոչընդոտել ՔՊ-ի թեկնածուին։ Տեսեք, էական էլ չէր ընդդիմության թեկնածուն կանցներ, թե ոչ, բայց եթե ընդդիմությունը իրականում ցանկանում էր ցույց տալ, որ նա ունի թեկնածու, որը ավելի ուժեղ է, ավելի փորձառու է, ավելի պատրաստված է, քան քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, ապա պետք է առաջադրեր այդ թեկնածուին և օգտվեր այդ կես ժամ ելույթ ունենալու, հարցերին պատասխանելու և իր կոմպետենտությունը ցույց տալու հնարավորությունից, ինչը չարեց ընդդիմությունը և հենց ի սկզբանե համաձայնվեց իշխանության հաղթանակին։ Հաջորդ կարևոր արձանագրումը, որ արվեց այս կարճ ժամանակահատվածում, այն էր, որ ընդդիմությունը ոչ միայն միասնական չէ, այլ նաև պայքարում է մեկը մյուսի հետ, որպեսզի արժանանա իշխանության, այսպես ասած, հավանությանը, պայքարում է նրա համար, թե որ մեկը կլինի իշխանության սրտի ընդդիմությունը։ Տեսեք, այն ընդդիմությունը, որը ցանկանում է իշխանափոխություն, ինչպես հայտարարել էր թե Հայաստան դաշինքը, թե Ուժեղ Հայաստանը, մենք հիշում ենք, որ նրանք մոտ 1 ամիս բոլորիս համոզում էին, որ ազգային ժողով գնալու իրենց միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ինչը շատ տրամաբանական է, չի կարող լինել, եթե այդ ընդդիմությունը միասնական չլինի։ Մենք այսօր տեսնում ենք, որ այդ ընդդիմությունը ոչ միայն գործողություններում, այլ նաև հայտարարությունների մակարդակում անգամ միասնական չէ։ Եվ շատ կարևոր է նաև անենք այն արձանագրումը, որ թե Հայաստան դաշինքը, թե Ուժեղ Հայաստանը փաստացի ասում են, որ իրենք ցանկանում են կառուցողական աշխատանք ազգային ժողովում։ Խնդրում եմ բացատրեք ինձ, ինչպես կարելի է կառուցողական աշխատել այն իշխանության հետ, այն քաղաքական ուժի հետ, որին ընդամենը 2 ամիս առաջ մեղադրում էիք բոլոր հնարավոր հանցագործություններում, որին հռչակում էիք դավաճան, որին ասում էիք, թե 300,000 ադրբեջանցիներ են բերելու, ասում էիք, թե Հայաստանին շատ քիչ ժամանակ է մնացել, պետք է փրկել, կամ խոստովանեք, որ դուք ստում էիք, որպեսզի ժողովրդի քվեն ստանայիք, խաբում էիք ժողովրդին, և ներողություն խնդրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, և հայտարարեք, որ գիտեք, մենք սխալվել էինք, հնարավոր է, ես ոչինչ չեմ ասում, մենք սխալվել էինք և հնարավոր է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կառուցողական գործունեություն ծավալել ազգային ժողովում։ Այսինքն, եթե դուք գնացել եք ազգային ժողով, որպեսզի հեռացնեք այդ իշխանությանը, կարող եմ հասկանալ ինչի շուրջ եք կառուցողական համագործակցելու, իշխանության հեռացման, չէ՞ որ դուք ասում եք, որ ձեր ազգային ժողով գնալու միակ
նպատակը իշխանափոխությունն է։ Հիմա ինչ կառուցողական համագործակցության մասին է խոսքը։ Ես ամենևին չեմ ասում, թե պետք է ազգային ժողովում շարունակվի այդ հայհոյանքների, վիրավորանքների տեղատարափը, ինչպես մենք տեսել ենք վերջին տարիներին, բայց ինչ է նշանակում կառուցողական աշխատանք այն իշխանության հետ, որին դուք մեղադրել եք աններելի հանցանքների մեջ։ Երկու ընդդիմադիր դիրքավորված ուժերի միջև հակասությունը, մրցակցությունը այնքան ցցուն է, որ նրանք չկարողացան անգամ մեկ հարցի շուրջ միասնական որոշում եւ գործունեություն իրականացնել։ Ինչ կաներ օրինակ իրական ընդդիմադիր ուժերը։ Նրանք Ռուբեն Ռուբինյանի քվեարկության ժամանակ կպայմանավորվեին եւ միասնական դիրքորոշում կունենային, կամ միասին դուրս կգային ազգային ժողովի դահլիճից, կամ դեմ կքվեարկեին։ Բայց մենք ինչ տեսանք, Հայաստան դաշինքը որոշեց դուրս գալ, ուժեղ Հայաստանը որոշեց մնալ ազգային ժողովի դահլիճում եւ դեմ քվեարկել։ Նույնիսկ այս պարզ հարցում նրանք չեն կարողանում միասնական որոշում կայացնել եւ միասնաբար գործել։ Ինչպես կարող են այս երկու ուժերը իշխանափոխություն անել։ Առավել եւս, երբ նրանք հիմա ակտիվ մրցման մեջ են, որպեսզի արժանանան քաղաքացիական պայմանագրի հավանությանը։ Ես այս մասին խոսել էի, որ դաշնակցականները արդեն պայմանավորվածություն ունեն ԿՊ-ի հետ, ինչը մենք տեսնում ենք նրանց թե ելույթներում, թե որոշակի գործողություններում, եւ ուժեղ Հայաստանը կարծես թե հասկանալով, որ նրանք հիմնական ծեծվողի դերում են լինելու, հիմա փորձում է ամեն կերպ ազգային ժողովում ցույց տալ, որ ինքն էլ կարող է որպես ընդդիմություն ծառայել ԿՊ-ին։ Եվ ասեմ, բաց չի ստացվում նրանց մոտ։ Ազգային ժողովում քննարկված հաջորդ հարցը Հայկ Կոնջորյանի ազգային ժողովի փոխխոսնակ ընտրվելու հարցն էր։ Տեսեք, մեկ օր ընդդիմությունը կենտրոնացավ Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատանքի եւ աշխատավարձի վրա եւ անուշադրության մատնեց այն հանգամանքը, որ քաղաքացիական պայմանագիրը փաստացի կեղծել էր Կոնջորյանի կենսագրությունը։ Տեսեք, կենսագրությունից հեռացվել էր այն հատվածը, որ Կոնջորյանը համագործակցել է Հանրապետական կուսակցության հետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ։ Սա ինչով է կարևոր։ Նախ Կոնջորյանը երբ հայտարարում է, որ ինքը ՀՀԿ անդամ չի եղել, ես ոչինչ չեմ կարող ասել, գուցե իրականում չի եղել, բայց փաստն այն է, որ այդ ժամանակահատվածում բոլորս հիշում ենք, որ երիտասարդական խորհրդարանում հայտնվելը, մանավանդ ՀՀԿ խմբակցությունում, նույնիսկ եթե անկախ падգամավոր էին, պետք է համագործակցեին այդ կուսակցության հետ։ Եվ երկրորդը, Կոնջորյանի քաղաքական կենսագրությունը առհասարակ սկսվել է Լուսավոր Հայաստան կուսակցությունից։ Մոռանալ այդ հատվածը եւ ջնջել ելնելով քաղաքական նպատակահարմարությունից ուղղակի կեղծել է։ Ինչ է ստացվում, այն քաղաքական ուժը, որը կարող է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով խմբագրել մարդու կենսագրությունը, կարող է անել յուրաքանչյուր կեղծիկ մնացած հարցերում շատ հանգիստ, քանի որ կենսագրությունը մի բան է, որը բոլորին հայտնի է, եւ վերցնել փոփոխել ինչ-որ բաներ, ելնելով, որ այդ պահին այդպես է պետք, արդեն նշանակում է, որ տվյալ ուժից ամեն ինչ կարելի է սպասել։ Հիմա ընդդիմադիրները փոխարենը կենտրոնանային Հայկ Կոնջորյանի քաղաքական գործունեության վրա, կենտրոնացան նրա կնոջ աշխատավարձի վրա։ Հարգելիներս, եթե դուք չունեք ապացույցներ, փաստեր, որ Կոնջորյանը ազդել է իր կնոջը աշխատանքի նշանակելու վրա, իսկ դուք չունեք այդ փաստերը, ապա ձեր ելույթները, հայտարարությունները այդ թեմայով առ ոչինչ են։ Դրանք բակի կներեք բիսեդկայի մակարդակի խոսակցություններ են։ Այսինքն դուք մեկ օր քննարկում եք մի բան, որը որևէ նշանակություն չունի, տվյալ քաղաքական գործչի գործունեության վրա։ Դուք փաստացի մաքրազերծեցիք, սպիտակեցրեցիք Կոնջորյանին, քանի որ դուք ձեր ելույթներով, ինչի դեպ նույն Կոնջորյանը նշեց, ցույց տվեցիք, որ այնքան խնդիր չունեք Կոնջորյանի եւ իր քաղաքական ուժի հետ, որ կենտրոնացել եք նրա կնոջ, նրա եղբոր, ենթադրաբար ապօրինի արարքների եւ գործունեության վրա։ Ինչ կապ ունի, թե քանի միլիոն աշխատավարձ է ստանում Հայկ Կոնջորյանի կինը։ Այսինքն ԿՊ-ի եւ Կոնջորյանի հետ ձեր միակ խնդիրը դա էր, այսինքն այլ հարց դուք չունեք, միայն կնոջ աշխատավարձներ եւ եղբոր գործունեությունը, դուք շատ հրաշալի ծառայություն մատուցեցիք ձեր այս պահվածքով, թե քաղաքացիական պայմանագրին, թե Կոնջորյանին, ցույց տալով, որ որպես քաղաքական գործիչ նա մաքր է մաքուր կենսագրություն ունի, ոչ մի հարց ու պատասխան չկա իր քաղաքական թիմի հետ, եւ փաստորեն միակ խնդիրը Կոնջորյանի կնոջ հայ փոստում աշխատելը եւ բարձր աշխատավարձ ստանալն էր։
Ես նախընտրական քարոզարշավի հենց սկզբից մանրամասն բացատրել եմ, թե ինչպես պետք է տարբերակել այն քաղաքական ուժերին, որոնք քաղաքականությանը վերաբերվում են որպես բիզնես, որոնք ծախսում են գումարներ հետագայում ունենալով այլ նպատակներ, որոնք բացառապես վերաբերում են իրենց բիզնես շահերին։ Ես մանրամասն պատմել եմ գրեթե բոլոր ուժերի նպատակների մասին, եւ այսօր ապացուցվում է փաստացի վերլուծությունները։ Մենք այսօր տեսնում ենք, որ ազգային ժողովի ընդդիմությունը որևէ նպատակ չի ունեցել եւ չունի իշխանապողության, ինչի մասին ես բազմաթիվ անգամներ ասել եմ։ Հիմա ընտրողները պետք է հասկանան եւ որոշեն, արդյոք իրենք պատրաստ են եւս 5 տարի հանդուրժել իրենց խափող ուժերին։ Խոսքը թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին է, թե ընդդիմադիր խորհրդարանական ուժերի մասին է։ Պատրաստ են արդյոք եւս 5 տարի հանդուրժել այս անլուրջ, անփորձ եւ վտանգավոր վիճակը։ Եթե ընդդիմադիր ուժերը ունեին իրականում իշխանափոխության նպատակ, ապա ազգային ժողովի հենց առաջին նստաշրջանում մենք պետք է նրանց կողմից տեսնեինք համապատասխան գործունեություն։ Օրինակ, այդ ահռելի ռեսուրսներ, կապեր, հնարավորություններ ունեցող ուժը, ինչպիսին է ուժեղ Հայաստանը, որը հայտարարում է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո ամենաուժեղ ընդդիմադիր ուժն է։ Ինչպես չկարողացավ ազդել մի քանի քաղաքացիական պայմանագրի падգամավորի վրա, շահակրկռել, համոզել, խոսել եւ այնպես անել, որ օրինակ տապալվեր Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը, ցույց տալով դրանով, որ կարող է ազդել իշխանության օրակարգի վրա։ Եթե դուք նույնիսկ դա չեք կարողանում անել, այսինքն հենց առաջին օրերին ակնհայտ երևում է, որ ձեր միակ նպատակը իշխանությանը ծառայություն մատուցելն է, ինչպես եղավ նաև ձեր կողմից մանդատ վերցնելը։ Դուք մանդատները վերցնելով լեգիտիմացրեցիք ազգային ժողովը, լեգիտիմացրեցիք իշխանությանը եւ դելեգիտիմացրեցիք ձեզ։ Ինչու՞, որովհետեւ դուք ակնհայտ կերպով արդեն անթաքույց ցույց տվեցիք, որ դուք չեք ունեցել իշխանափոխության նպատակ, չունեք համապատասխան ռեսուրսներ, գուցե ունեք, բայց չեք ցանկանում օգտագործել։ Հետևաբար դուք խաբել եւ շարունակում եք խաբել ժողովրդին։ Դուք այլևս որպես ընդդիմություն չեք կարող ունենալ ժողովրդի վստահությունը։ Միևնույն ժամանակ դուք ձեր նման գործունեությամբ ամեն կերպ աջակցեցիք այս իշխանություններին։ Ձեր միակ պայքարը, ինչպես եղավ 2021-ից 2026 թվականները, երբ ընդդիմությունը չէր գնում ազգային ժողով, չէր մասնակցում նիստերին, որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չէր գալիս եւ հայտարարում էր, թե պայքարում է հանուն իշխանափոխության։ Ձեր միակ պայքարը նորից շարունակելու է մնալ ոչինչ չանելը, այսինքն ունենալ падգամավորի կարգավիճակ, օգտվել այդ հնարավորություններից, ունենալ մանդատ, ստանալ աշխատավարձ եւ փաստացի չկատարել ձեր աշխատանքը, ոչինչ չանել։ Եթե դուք պայքար ասելով դա նկատի ունեք եւ հիմա նորից փորձելու եք հերթական անգամ խաբել մարդկանց, թե ձեր ազգային ժողովում գտնվելով դուք իշխանափոխության հարց եք լուծում, ապա արդեն ընտրողները պետք է հասկանան եւ որոշեն, արդյոք պատրաստ են նրանք եւս 5 տարի հանդուրժել արդեն կատակերգություն դարձած այս ողբերգությունը։ Սա շատ կարեւոր է, քանի որ այս ազգային ժողովը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Նման անփորձ, անմեղսունակ ընդդիմության գործունեության արդյունքում, ում ժողովուրդը այլևս չի վստահում, հասարակությունը ուղղակի հիասթափվելու է, ապաթիայի մեջ է ընկնելու եւ սկսելու է այլևս ընդհանրապես չհետաքրքրվել քաղաքական հարցերով։ Այլևս նրան հետաքրքիր չի լինելու, ինչ որոշումներ են կայացվում, ինչ սահմանազատում է արվում, առհասարակ ինչ է կատարվում քաղաքական ոլորտում, ինչը ամենասարսափելին է։ Ինչը իդեպ հենց այն է, ինչը պետք է իշխանությանը, այսինքն դուք այստեղ եք իշխանությանը ծառայում, նույն կերպ, ինչպես դուք մանդատները վերցրեցիք եւ լեգիտիմացրեցիք ձեր իսկ կողմից ապօրինի եւ անօրինական հայտարարված ազգային ժողովը։ Ես չեմ բացառում, որ նույն ընդդիմադիր խմբակցություններում կան падգամավորներ, որոնք չեն գիտակցում, չեն հասկանում ինչ է կատարվում, չեն հասկանում ինչ խաղի մեջ են իրենք, ինչի համար են ծառայում, ինչ նպատակների են արդյունքում ծառայելու։ Ես դա չեմ բացառում, բայց դա ամենևին չի մեղմելու այն վտանգը, որը լինելու է ձեր նման գործունեության արդյունքում։ Եվ վերջում խորհուրդ եմ տալիս
Ռոբերտ Քոչարյանի շատ զգոն լինել, քանի որ նա այսօր այլևս փաստացի չունի ազդեցություն Հայաստան դաշինքի, մասնավորապես Դաշնակցության վրա, եթե ինքը մտածում է, որ դա այդպես չէ, շատ ավելի ցավալի հետևանքներ կարող են լինել իր համար։ Տեսեք, ես ինքս ունեմ բազմաթիվ հակասություններ, հարցեր, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Հայաստանի բոլոր ղեկավարների հետ, բայց միևնույն ժամանակ ես ունեմ պետականամետ մտածողություն, ինչը նշանակում է, որ ես չեմ ընդունում, երբ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավարի վարկաբեկում են։ Հենց այդ պատճառով էլ ես այս զգուշացմանս մասին ասում եմ, հայտարարում եմ հրապարակային, ինչու եմ այս պահին ասում, քանի որ Ռոբերտ Քոչարյանի գլխին կուտակված սև ամպերը արդեն խտանում են։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։